Ունեք գրքեր բացառեք երկրորդ օրինաց 5-րդ գլուխը։ Այսօր կուսումնասիրենք 6-րդ պատվիրանը։ Դա գրված է 17-րդ խոսքում։ Սպանություն մի արա, շատ կարճ մի արտահայտություն, սպանություն մի արա։ Այ եթե ուրիշ ոչինչ չխոսեմ, միայն կարդամ այս պատվիրանը ու ասեմ գրված է սպանություն մի արա, ինչ կմտածեք դրա մասին։ Չէ՞ որ սա նշանակում է, որ Աստված չի սիրում սպանությունը։ Սա նշանակում է, որ Աստված չի սիրում մարդուն կյանքից զրկելը։ Չէ՞ որ առաջին կյանք տվողը ինքը Աստված էր, ու ոչ ոք բացի Աստծուց կյանք տալ չի կարող։ Հետևաբար ոչ ոք էլ կյանքը վերցնելու, կյանքից զրկելու իրավունք չունի։ Ծննդոց 2-րդ գլխում մենք կարդում ենք, թե Աստված ինչպես հողից սարքեց Ադամին, նա անշունչ պարկած էր, անկենդան պարկած էր, հողից սարքած Ադամը։ Գրված է ռունգերից շունչ փչեց նրա մեջ։ Երբ որ Աստված փչեց, ինչ որ մի բան կարծես թե Աստծո մեջից փոխանցվեց մարդու մեջ։ Այդ կյանքը, որ կար Աստծո մեջ, Աստծո միջից փոխանցվեց մարդու մեջ։ Մեկ էլ գրված է, որ Ադամը դարձավ կենդանի անձ։ Իրական ճիշտ բառը այդտեղ անձ պիտի լինի։ Որոշ թարգմանություններում կկարդակ հոգի, որոշ թարգմանություններում կկարդակ շունչ, բայց ճիշտ բառը անձ պիտի լինի, դարձավ կենդանի անձ, որովհետև Աստված իր մեջից կենդանությունը փոխանցեց հողից պատրաստված Ադամի մեջ։ Դրանից հետո դեռ երբեք դուք Աստվածաշնչում չեք կարդա, որ մի մարդ կարողություն ունենա մի ուրիշին կյանք փոխանցել։ Ես չեմ ասում, որ հիմա չխոսենք բժիշկների մասին։ Գիտեք, բժիշկները շատ բան կարող անեն, ու իսկապես օգնեն մարդու կյանքին, առողջացնեն մարդուն, բայց կյանք տալ չեն կարող։ Եթե Աստված ուզեցավ մեկի կյանքը վերցնել, ամբողջ աշխարհը կանգնի, ոչինչ անել չի կարող։ Միայն Աստված իշխանություն ունի կյանքի ու մահվան վրա։ Ուրիշ ոչ ոք իրավունք չունի։ Կյանքի Տերը Աստված է, կարճ ասած։ Մեր սրտերում պիտի ամուր ունենանք, որ կյանքի Տերն Աստված է, ու նա չի ուզում, որ ինչ-որ մեկը կյանքի վրա իշխանություն ունենա։ Ժամանակներ առաջ, երբ որ որոշ երկրներում փոխվեց օրենսդրության մեջ մի կետ, որ մահապատիժը պիտի հանվի ընդհանրապես։ Գիտեք, որ այդպիսի երկրներ կան։ Գիտեք, շատ մարդիկ իսկապես ուրախացան ու տեղափոխվեցին այդ երկրներում ապրելու, որովհետև իսկապես մարդը կարծես թե ապրում էր իր կյանքի վտանգի մեջ։ Դա ճիշտ աստվածաշնչյան կանոն էր, որը կատարվեց շատ պետությունների օրենքներում։ Այսինքն մարդուն կարելի է զրկել իր մեղքի պատճառով ազատությունից, օրինակ։ Դա կոչվում է ազատազրկում, չէ՞։ Բայց ոչ ոք իրավունք չունի մարդուն կյանքից զրկելու։ Դա ոչ մեկին չի վերաբերվում։ Դա միայն Աստծուն է վերաբերվում։ Եվ որ պահին ում համար Աստված կուզենա, ինքը կզրկի։ Մարդը պիտի չորոշի։ Սպանությունը ինքը իր էությունով կարծես թե հենց այդ սպանություն բառը Աստվածաշնչում բոլոր կողմերից մեղք է նշանակում։ Բոլոր պայմանների դեպքում ինքը մեղք է նշանակում։ Եթե 5 տականում կարդա գուցե հակասության հանդիպեք, Աստված ինքը ասում է մի սպանիր, հետո ի ժողովրդին ասում է վերկաց գնա այսին ժողովրդին կոտորիր։ Սա ունի որոշակի իմաստ, ավելի շատ դրա մեջ կա պաշտպանության, քան թե բռնության, ճնշման իմաստը։ Օրինակ, եթե Իսրայելի շուրջը եղող ազգերը չկոտորեին իրեն շուրջը եղող մնացած ազգերին ու Աստված այդպես խիստ չվերաբերվեր, Իսրայելը կխառնվեր հեթանոս ժողովրդի հետ։ Դեռ այդ խստության պայմաններում արդեն Իսրայելը խառնվում էր հեթանոսների հետ։ Ու հաճախ նրանց կուռքերը վերցնում էին իրենց որպես աստվածներ, ու միակ ճշմարիտ Աստծո գաղափարը սկսում էր կորել։ Ու Աստված, որպեսզի իր գաղափարը պաշտպաներ մարդկանց մեջ, մարդկանց սրտերում, ինքը կոտորել էր տալիս բոլոր նրանց, ովքեր դեմ էին դուրս գալիս այդ գաղափարին։ Աստված չի փոխվել, այսօր էլ նույնն է։ Բայց այսօր ուրիշ կանոններով է ինքը գործում։ Նույնիսկ ինքնապաշտպանության նկատառումով սպանությունը Աստծո մոտ համարվում է սպանություն։ Եթե մեկը կմտածի, որ ինքնապաշտպանության համար գործվեց սպանությունը, զգուշացեք, որովհետև դա նույնպես Աստծո մոտ համարվում է սպանություն։ Գիտեք, արևելյան մարտաձևերը առաջացել են ինքնապաշտպանության գաղափարից։ Ավելի շատ այդ ինքնապաշտպանության գաղափարը ծածկոց է սպանության մեքենայի ստեղծման։ Գիտեք ինչու՞։ Որովհետև այնտեղ լավ մշակված են հարվածներ, որոնք հասցվում են մարդու այն կետերին, որ մարդուն շարքից անեն, ու մարդուն տանեն սպանության։ Վերջը սպանություն մեղ կգործվի։ Իրականում դա լավ մի ծածկոց է, որով ծածկված է սպանության մեխանիզմը։ Բոլոր տեսակ պայմաններում։ Դրա համար Հիսուսը իր աշակերտներին զգուշացրեց, սովորեցրեց, ասեց չվախենաք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, ու դրանից ավելին կարողություն չունեն անելու։ Այլ վախեցեք նրանից, որ մարմինն էլ, հոգին էլ կարա դժոխքի մեջ կորցնի։ Իսկապես ճիշտ քրիստոնյայի վախը պիտի լինի միայն Աստծոց, որովհետև նա իշխանություն ունի կյանքի վրա։ Եվ կյանքի ոչ միայն ֆիզիկական մարմնի, այլ հոգու կյանքի վրա։ Նա կարող հոգին էլ դժոխքի մեջ կորցնի, բայց մարդկանցից ոչ ոք դա անել չի կարող։ Մարդիկ ընդհանրապես կարող են գործել մարմնի վրա, իշխել մարմնի վրա, այն էլ Աստծո թույլտվությամբ։ Գիտեք ինչու եմ ասում Աստծո թույլտվությամբ։ Ցանկացած պայմանների դեպքում, երբ դու կմտածես, որ մարդիկ են քո դեմ դուրս եկել, ու դու կբողոքես Աստծո դեմ։ Զգուշ եղիր այդպիսի բողոքներից,
Ես բազմաթիվ դեպքեր ու վկայություններ գիտեմ Աստված ինչպես իր ուզած մարդուն պաշտպանել է ու իր չուզած մարդուն մատնել է մահվան։ Հիշում եմ մի քրիստոնյա պատմում էր, ասում է, որ ինքը աշխատում էր միտեղ, ինքը հայ էր, Հայաստանում է տեղի ունեցել այս դեպքը։ Միտեղ իր աշխատավայրում ասում է մի հարբած մարդ եկավ, ասում է սկսեց հայհոյել, կպնել ինձ իմ հավատքին, ասաց արի գնանք քո հարցերը լուծեմ։ Ասում է դուրս եկանք իրար հետ, ասում է ամբողջ հիմնարկը իմ հետևից դուրս եկավ, ասաց տեսնենք այս քրիստոնյան պիտի կռվի, թե չէ վերջի, պիտի պաշտպանվի, թե չէ, որովհետև այն մեկը շատ կատաղած էր։ Ասում է տարավ մի տեղ մի անկյուն, որտեղ շինարարություն էր, ասում է կանգնեցի այդտեղ, ասում է մտքումս աղոթում եմ, ասում է Տեր Աստված, միայն ձեռքերից ազատություն չտամ։ Միայն ես մեղք չգործեմ։ Ասում է ձեռքերից դրեցի հետևս, որ հանկարծ մի բան չանեմ, չկպնեմ այդ մարդուն։ Ասում է մեկ էլ գնաց մի մեծ քար վերցրեց ու թափով եկավ ին վրա, ասում է մեկ էլ ասավ միտեղ կանգ առավ, քարը գցեց, նորից ետ գնաց։ Ամբողջ ժամանակ հայոյում ու խոսում է։ Գնաց մի մեծ երկաթ վերցրեց, եկավ հասավ նույն տեղը, այդ երկաթն էլ ցածկցեց ու գնաց։ Ասում է կարծես տեսնեի մի պաշտպանական շերտ, որը չէր կարողանում անցնել։ Գիտեք ինչու, որովհետև այս մարդու սրտի դիրքը Աստծո առջև ճիշտ էր։ Հալելույա Հիսուսին։ Մի ուրիշ հետաքրքիր դեպք պատմեմ։ Ուրեմն պատերազմի ժամանակ եղած մի դեպք է, երբ որ մի քրիստոնյայի հրամայում են, որ պիտի սպանի մի ուրիշին։ Այս քրիստոնյան ասում է, ես չեմ սպանի։ Ասում է սպանությունը մեղք է, ես չեմ սպանի։ Ասում է, չէ, դու պիտի սպանես։ Ասում է, որովհետև դու հրամանը չես կատարում, քեզ պիտի սպանենք։ Այդ քրիստոնյան պատմում է, ասում է, այդ հրամանատարին ասացի հրամանը վերևից պիտի լինի։ Ու ինքը հրամայում ասում է, տարեք այդ վայրից մի քիչ հեռու, այնտեղ գնդակահարեք։ Ասում է, մի քանի զինվորներ նրան տանում են հրացաններով, հետևից գնում են։ Ասում է, մեկ էլ նրան վերևից մի ինքնաթիռ է անցնում։ Բարձվում է, որ հետախույզ ինքնաթիռ, հենց իրենց բանակի հետախույզ ինքնաթիռը, մեջը նստած մի մեծ պաշտոնյա, նայում է հետաշքիր, ասում է, այս մարդուն ուր են տանում։ Անմիջապես կապվում է ներքև, ասում է, ի՞նչ է պատահել, այս մարդուն ուր եք տանում։ Հրամանը չկատարելու համար տանում ենք սպանելու, որովհետև ինքը մի գերու ինչ որ չի սպանել։ Ասում է, բայց ժամանակ մարդ կսպանեն, տարեք թող ջուր կրի, մի ուրիշ գործ անի։ Պատերազմի ժամանակ մարդ կսպանեն, անմիջապես լուր են հասցնում, որ չգնդակահարեք ետ բերեք այդ մարդուն։ Հետ է գալիս, ասում է, հետ գնացի, ասացի տեսար, որ ասում է հրամանը վերևից պիտի լինի։ Իսկապես հրամանը վերևից պիտի լինի։ Այնքան վստահ էր, որ քո կյանքի ու մահվան հրամանը վերևից պիտի լինի, որ երբեք չփորձես ինքնապաշտպանության նկատառումով մեղք գործել, սպանություն անել։ Ամուր կանգնիր, ասա Տեր, էսա ինչ որ է։ Եթե հիմա ես որոշել, պատրաստ եմ։ Հիշում եմ մի քրիստոնյա ասում էր, եթե հանկարծ երկրաշարժ լինի, ու մենք կշփոթվենք, ընկնենք պանիկայի մեջ ու փորձենք փախնել, ու Աստված որոշել է, որ այդ երկրաշարժի ժամանակ դու պիտի մեռնես։ Կպրծանես դրանից։ Չէ՞ որ ինքն է որոշել, որ այդ երկրաշարժը քո կյանքի վերջը պիտի լինի։ Այնքան ազատ եղիր, թող քեզ ազատության մեջ։ Եթե ամբողջ աշխարհը փլվի, ու Աստված որոշել է, որ դու պիտի ապրես, դու պիտի ապրես։ Եթե Աստված որոշել է, որ դու պիտի մեռնես, այն ամենահարթ, ամենաանմեղ տեղում մահ վրա կհասնի։ Կարդացել եք Սատոս Ունտարսինկի մասին, ինչպիսի Աստծո մարդ 20-րդ դարի առաքյալն անվանել։ Մահացել է գիտեք ինչից։ Մի փոքրիկ թունավոր միջատ ընկել է աչքի մեջ։ Ինքը ինչքան մարդկանց աղոթքով, հրաշքներով, Աստծո զորությունով փրկել է, բայց Աստված որոշել էր իր մահը այդպեսին։ Հիշում եմ մի ուրիշ եղբոր վկայություն, որ բանտ էր նստած հավատքի համար, ու մտածում են այնպիսի մի մահով սրան սպանենք, որ չերևա սպանությունը։ Ուրեմն Սիբիրում աքսորված ալնում ու շատ ցուրտ մի եղանակի իրեն բաց կուզովով մի մեքենայի մեջ են նստացնում ու քշում են, ասում պիտի անցնենք 60 կիլոմետր։ Ասում արդեն կեսն անցել էինք, երևի չգիտեմ ինչքան, ասում ոտքերիցս զգացի, որ էլ ոչինչ չեմ զգում, համարյա ամբողջ ոտքերս սառած են։ Ասում ասացի վերջին աղոթքս պիտի անեմ, աղոթեցի, ասացի Տեր Հիսուս, հոգիս քեզ եմ հանձնում։ Ինչքան որ կարողացել եմ, այդքան հավատարիմ եմ մնացել, ինչ որ էսպիսի աղոթք։ Ասում մեկ էլ հայտնվեց Հիսուսը կրակով, ասում լրիվ ջերմացրեց ոտքից գլուխ, ասաց այսօր չես մեռնելու, բայց երբ որ ուզեմ պիտի մեռնես։ Ես կարծում եմ, այս այնպիսի պատգամ է, որ մեզանից ամեն մեկին է վերաբերվում։ Եթե ամբողջ աշխարհը կանգնի ուզենա մեզ սպանել, դու նայիր Հիսուսին։ Եթե ինքը ուզենա, կմեռնենք։ Եթե ինքը չուզենա, ամբողջ աշխարհը չի կարող մեզ սպանել։ Վստահ ես սրա մեջ։ Հալելույա։ Եկեք վերադառնանք այս պատվիրանին։ Ես ասում եմ, սա ձեզ քաջալերելու, ձեզ ամրացնելու հավատքի մեջ, որ դուք իսկապես չմտածեք, որ ինքնապաշտպանության նկատառումով կարելի է մեղք գործել ու սպանություն անել։ Լավ, ուրեմն այստեղից մի ուրիշ բան է բխում։ Տեսեք, ցանկացած դեպքում սպանություն գործելը գալիս է անհավատությունից։ Սա մի անգամից ասեմ, հետո կբացատրեմ։ Օրինակ շատ հաճախ ասում են մահացու հիվանդ մարդիկ, որ ծանր երկար տանջվում են։ Ավելի լավ չի մեռնեն, քան թե ապրեն։ Գիտեք, այսպես մտածող մարդիկ հավատքից չեն մտածում։ Իհարկե, երբ որ նայում ես չարչարանքներին ցավ ես ապրում, ասում ես ես երբեք չլինեմ այս վիճակի մեջ։ Ինչ ուզում ալինի, բայց ես չլինեմ։ Բայց կյանքումս ինչ պատահի, չէ՞, բայց իսկապես ահավոր բան է, որ նայում ես ինչպես է հիվանդը տանջվում իր հիվանդության մեջ։ Բայց եթե Աստված թույլ է տալիս, եթե Աստված ուզում է, որ այդ մարդու այդ
կյանքի վերջի շրջանը լինի տանջանքով։ Ինչու ես ու դու ավելի շատ ենք սիրում այդ մարդուն։ Մենք ավելի խելոք ենք Աստծուց ավելի շատ սեր ունենք, որ մտածենք իրան պետքա սպանել, որպեսզի չտանջվի։ Սա ճիշտ գաղափար չի, սա անհավատությունից է գալիս։ Եթե նույնիսկ այդ հիվանդն է ասում, որ իրեն պիտի սպանել, մեկ ամես պետք է նայել Աստծուն, որ նա չի ուզում, որ սպանություն տեղի ունենա։ Որովհետև եթե ինքը ուզենա այդ ամենամեծ տանջանքների ամենաանբուժելի հիվանդության մեջից կարող հանի ու կանգնացնի, առողջացնի։ Հավատում եք դրան։ Բայց ինչպես կարելի է սպանել, ասել հիվանդության մեջ է։ Եթե նույնիսկ չսպանի, եթե նույնիսկ Աստված ասի, որ ես ուզում եմ, որ մեռնի, ինչքան ժամանակ որ տվել է չարչարվելու, այդքան պետք է որ չարչարվի։ Գիտեք, երբ որ կարդաք Աստվածաշունչը, շատ դեպքեր կտեսնեք, որտեղ մարդիկ մինչև մահը հիվանդությունով են անցկացրել։ Բայց նաև բացատրություններ կան, որոշ տեղերում, որտեղ հասկանալի է լինում, որ այդ հիվանդության չարչարանքի մեջ մարդը մոտենում է Աստծուն։ Սիրտը մաքրվում է, ինչ որ process է տեղի ունենում մարդու մեջ, որ Աստված շատ է ուզում։ Դրա համար երբեք սպանությունը ճիշտ բան չի, միշտ բխում է անհավատությունից։ Մի բան ասեմ, օրինակ չծնվածներին սպանելը։ Գիտեք չէ՞ ինչ եմ ասում խոսում, աբորտները։ Դրանք իսկապես մեղք են Աստծո առջև ու նույն սպանությունն են, որովհետև ըստ Աստվածաշնչյան ուսուցման անձը գոյություն ունի հենց հղիացման առաջի վայրկյանից։ Եվ ցանկացած նրա դեմ սպանությունը հենց սպանություն է։ Այդ բջիջը սպանելը արդեն բեղմնավորված, արդեն սպանություն է համարվում։ Դա համար ոչ ոք իրավունք չունի։ Աստված է որոշել, որ դա այդպես պիտի տեղի ունենա։ Աստված է թույլ տվել, որ դա տեղի ունենա։ Ինչու մարդը հանկարծ կյանքի վրա իշխանություն ունենա։ Եթե կյանքի վրա իշխանություն չունի, ուրեմն ոչ քո կյանքի վրա իշխանություն ունես, ոչ քո երեխաների, ոչ քո հիվանդների, ոչ մեկի կյանքի վրա դու իրավունք չունես։ Իրավունք ունի կյանքի վրա միայն Աստված։ Մի բան էլ, ոչ էլ քո կյանքի վրա իշխանություն ունես։ Ոչ մարդ չմտածի, որ ինքնասպանություն է, դա ինքնասպանություն է։ Ինքնասպանությունը մեծ մեղքերից մեկն է Աստվածաշնչում, նույն սպանության մեղքն է Աստվածաշնչում։ Դու քո կյանքի վրա էլ իշխանություն չունես։ Առավել եւս, երբ որ դու դարձել ես քրիստոնյա, դու քո կյանքը տվել ես Հիսուսին, ինչ ես մտածում, որ դու իրավունք կունենաս ընդհատելու, երբ որ այդ կյանքը արդեն տվել ես Հիսուսին։ Չգիտեմ, ավելի շատ Աստվածաշնչից ես հասկանում եմ սա, որը չի ներվում մարդու կյանքում։ Այսինքն մեղքը, որից մարդը դառնալու ու Աստծո առջև կանգնելու հնարավորություն չի ունենում։ Կարող են օրինակ թույնը խմի մի քիչ հետո ինքը փոշմանի, բայց արդեն ուշ լինի մեռնի։ Փոշմանելու process-ը կարող է տեղի ունենալ մարդու սրտում, բայց դարձը չի կարող տեղի ունենալ, որովհետև դրա հնարավորություն էլ չի ունենում մարդը։ Այսինքն այդ մեղքը իր վրա մնում է որպես մեղք։ Այդպես հեռանալով այս աշխարհից ինքը փրկություն չի ունենում։ Զգուշ եղեք այսպիսի բաներից։ Եթե մի քիչ ավելի խորանանք ու մտածենք այսպես, եթե մարդը օրինակ շատ հիվանդ է ու ինքը մահացու շատ ծանր հիվանդության մեջ է, ու ինքը խնամքի կարիք ունի, չխնամելը արդյոք չի դառնում նույն սպանությունը։ Երբ որ մարդը չխնամելով հնարավորություն է տալիս, որ այդ մարդու հիվանդությունը արագաճի ու հասցնի մահվան, արդյոք հիվանդին չխնամելը մեղք չի դառնում, նույնատիպ մեղք։ Ես դեռ խոսում եմ ֆիզիկական սպանությունների մասին, բայց իրականում Աստվածաշունչը չի խոսում միայն ֆիզիկական սպանության մասին։ 5 տականում, երբ որ հрьяաները կարդում էին օրենքում գրված մի սպանիր արտահայտությունը, իրենք հասկանում էին, որ մարդու ֆիզիկական մարմինը պիտի չսպանեն։ Եվ սա շատ բնական էր, իրենք հոգևոր ոչինչ չէին էլ կարող հասկանալ, որովհետև վերստին ծնունդ չունեին։ Չէին հասկանում Աստծո հոգևոր բնությունը, հոգևոր աշխարհը չէին ճանաչում։ Բայց Հիսուսը եկավ ու իր աշակերտներին սովորեցրեց։ Կարող եք բացել ձեր գրքերը Մատթեոս 5-րդ գլուխը։ Մեկ-մեկ են քրիստոնյաները, որ կողմնակից են Աստծո շնորհքի շատ ուժեղ քարոզմանը, հաճախ ծայրահեղությունների մեջ են ընկնում ու մոռանում են, որ Հիսուսը երբ որ եկավ երկիր, ոչ թե ջնջեց 5 տականի օրենքը, այլ այդ օրենքը դարձրեց հոգևոր։ Ավելի ճիշտ այդ օրենքը կար արդեն հոգևոր, բացառեց նրա հոգևոր իմաստը, որպեսզի մարդիկ հասկանան։ Ու շատ ավելի կարծես թե խստացավ օրենքը, ու ոչ թե մեղմացավ։ Բացել եք 5-րդ գլուխը, 21-րդ խոսքից պիտի կարդամ։ Լսել եք, որ ասվեց առաջինային սպանություն մի արա, եւ ով որ սպանություն անի դատաստանին պարտավոր պիտի լինի։ Բայց ես ձեզ ասում եմ, ով որ իր եղբորը պարապ տեղը սրդողի, դատաստանի պարտավոր պիտի լինի։ Որ եղբորը հիմար ասի, ատյանին պարտավոր պիտի լինի։ Որ եղբորը անմիտ ասի, գեհենի կրակին պարտավոր պիտի լինի։ Կարծես թե անիմաստ տեղը, անտեղի տեղը, մարդու սիրտը խոցելը Հիսուսն ասեց հավասարասպանության։ Կարդացեք տեքստը, կտեսնեք, ասում անտեղի տեղը, երբ որ ոչ մի պատճառ չկա, այդ մարդը ոչինչ չի արել, ու այդ մարդուն դու անվանում ես հիմար, կամ իր սիրտը ծակում ես ուղղակի, խոցում ես քո խոսքերով, անվանում ես սպանություն։ Որովհետև լսել եմ այս հատվածի մասին այսպիսի մի բան, որ Պողոսը ինքը սպանություն գործեց, գաղատացիներին ասեց անմիտ գաղատացիներ։ Բայց այսպիսի բանը ճիշտ չի, որովհետև այդ մարդիկ իսկապես անմտություն էին արել։ Այդ մարդիկ այնքան մեծ անմտություն էին արել, որ ճշմարտությունից, Աստծո ավետարանից շեղվել էին։
Դրա համար Պողոսը ուղիղ գրում ասում անմիտ գաղատացիներ ով ձեզ այսպես շեղեց ճշմարտությունից։ Ասում անտեղի տեղը այդ մարդուն հիմար անվանեցիր, անմիտ անվանեցիր, դու արդեն գեհենի կրակին։ Սա չի նշանակում, որ այդ մարդը քեզ բարկացրեց դրա համար պիտի անես։ Կարող է դու բարկացած լինես, բայց այդ խոսքերը չասես։ Բայց այդպես չխոցես մարդու սիրտը, որովհետև քո բարկությունը կարա բոլորովին էլ չլինի դիմացինի մեղքի պատճառով։ Եթե նույնիսկ դիմացինի մեղքի պատճառով դու պիտի սպանես նրան, չէ՞ որ այսպիսի խոսքերը հավասար են սպանություն գործելուն։ Հիսուսն ասաց առաջինների համար ասում էր, որ սպանություն մի արա, բայց ես ձեզ ասում եմ, ով որ ասի, կարծես թե արդեն սպանությունը գործեց։ Ուրեմն զգուշ եղեք հարաբերությունների մեջ։ Ձեր խոսքերի մեջ ինչպես կարելի է մարդկանց սպանել։ Այստեղից մի ուրիշ հետևություն է բխում կարծես թե։ Ցանկացած գործողություն կամ խոսք, որը կհեռացնի մարդկանց Աստծուց, դառնում է սպանություն։ Գիտեք ինչու՞։ Որովհետև Աստված կյանքն է, ուրիշ կյանք գոյություն չունի։ Սա հոգևոր սպանության մի ուրիշ ոլորտն է, ուրիշ բաժին է։ Բայց տեսել եք մարդիկ, ովքեր անում են այնպես, խոսում են այնպես, որ մարդկանց հեռացնում են Աստծուց։ Իրենց վարքով, իրենց խոսքերով այնպես են վարվում, որ այդ անհավատները ուղղակի փախնում են, ասում են՝ «Էտա հավատացյալը»։ Էլ սուտ է խոսում, էլ էս անում, փող է պոկում, չգիտեմ ինչ է անում, ու փախնում են հավատքից։ Դու իրականում սպանություն ես գործում։ Որտեվ թույլ չես տալիս, որ այդ մարդիկ մոտենան կյանքին, որտեվ կյանք չես տալիս այդ մարդկանց, դու ունես այդ Հիսուսը, կյանքը, այդ կյանքը, որ Հիսուսը ինքն է, դու ունես, չէ՞ որ Հիսուսն ասաց ես եմ հարությունն ու կյանքը, բայց հնարավորություն չես տալիս, դա չես տալիս մարդկանց, այլ հակառակը հեռացնում ես դրանց։ Սա էլ սպանության մի տեսակ է։ Դրա համար զգուշ եղիր քո խոսքերի ու գործողությունների մեջ, որտեվ քո խոսքերով ու գործողություններով դու կարող ես նպաստել, որ մարդիկ կյանք ունենան, կարող ես նպաստել, որ մարդիկ մահ ունենան։ Ինչ ես գործում կյանքում քո շրջապատի մարդկանց մեջ, կյանք թե մահ։ Մի ուրիշ հոգևոր մահվան մասին խոսեմ։ Օրինակ, երբ որ դու կամ ցանկացած մեկը նեղված, ջղայնացած ինչ-որ մեկից, ինչ-որ մի արարքից, ինչ-որ մի խոսքից, մեկը իր սրտում որոշում է կայացնում, «Լետ իմ երեսը պիտի չտեսնի», «Էլ ինքը դրա հետ պիտի չհաղորդակցվի»։ Դու գիտես, որ դու այդ մարդուն քո սրտում ես սպանում։ Գիտեք, որ մենք մարդիկս իրար հետ հաղորդակցության ժամանակ փոխանցվում ենք իրար մեջ։ Այո, որ դու երկար նստես մեկի կողքին, հետո մեկը քեզ կասի՝ «Այդ ո՞նց ես խոսում, ոնց որ ճիշտ ինքը խոսի»։ Մարդիկ սկսում են փոխանցվել, իրար մեջ անցնել։ Ու Պողոս առաքյալը մի հետաքրքիր խոսք ունի Հռոմեացիներին ուղղված, ասում է՝ «Միտք ունեմ գնամ Իսպանիա»։ Ասում է՝ «Բայց Իսպանիա գնալուց առաջ ուզում եմ, որ ձեզանով լցվեմ, ձեր ունեցած կյանքով լցվեմ կարծես թե»։ Դրա համար քրիստոնյաները կարիք ունեն իրար հետ շատ հաղորդակցվելու, որպեսզի իրարով լցված լինեն։ Բայց երբ որ դու քո մեջ որոշում ես կայացնում, որ այս մեկի հետ չեմ հաղորդակցվելու, դու քո մեջ սպանում ես այդ մի բաժինը, այդ տվյալ անձին քո մեջ սպանում ես։ Քանի այդպիսի որոշում ունես։ Մի հատ միտքդ պատտիր քո ամբողջ կյանքի մարդկանցով։ Ինչքան այդպիսի որոշումներ ունես, որ այդ մարդու հետ պիտի չհաղորդակցվեն, այդ մարդուն սպանում ես քո մեջ։ Իրականում ինքը դրանից չի մեռնում։ Ինքը շարունակում է ապրել, ինքը շփվում է, հաղորդակցվում է իր շրջապատի մարդկանց հետ, բայց քո մեջ է մահը տեղի ունենում, քո սրտում է տեղի ունենում։ Աստծո խոսքը քեզ ասում է սպանություն մի արա։ Գուցե մի ուրիշ տեսակը հոգևոր մահվան։ Երբ որ դու կնստես մեկի կողքին ու կխոսես այնպիսի բաներ, որ այդ մարդը որոշում կկայացնի, որ ինչ-որ մեկի հետ չհաղորդակցվի։ Գիտեք սա ոնց է կոչվում։ Բամբասանք։ Աստվածաշունչը դա ասում է չարախոսություն կամ բամբասանք։ Մեկ-մեկ մարդկանց որ ասում ես բամբասում են, ասում են ի՞նչն եմ բամբասում, ես ճիշտ բաներ եմ ասում։ Ճիշտ բան ասելը դեռ չի նշանակում, որ չես բամբասում։ Այդպիսի մարդկանց ես ասում եմ լավ կլինի, որ քո մասին ճիշտ բաները ես ուրիշների ասեմ։ Քեզ դուր կգա։ Բնականաբար ոչ մեկին սա դուր չի գալիս, որ իր թերի բացական բաները, թեև դրանք ճիշտ են, հանկարծ տարածում են մարդկանց մեջ։ Բա ինչու, երբ որ ուրիշին ես դու տարածում, դու դա չես համարում բամբասանք։ Բայց երբ որ քոնը պիտի տարածվի, դա անվանում ես բամբասանք։ Անկեղծ եղիր ու պատրաստ եղիր ոչ մեկի մոտ, ոչ մեկից բացական բան չխոսելու, որովհետև դու կարող ես մարդկանց սրտում սպանել մի ուրիշի։ Քո խոսքերով, քո գործողություններով։ Սա հոգևոր մահ է կոչվում։ Մի հատ նորից մտքով պատտիր։ Ինչքան մարդկանց կողքին նստել ու ինչեր ես խոսել։ Ու քո խոսածածով ինչքան մարդկանց ես սպանել ուրիշների մեջ։ Եղել են այդպիսի դեպքեր։ Առակաց գրքում մի հետաքրքիր խոսք կա, շատ խորը, Աստծո սրտից բխած մի խոսք։ 6-րդ գլխում է գրված դա։ 16-րդ խոսքից պիտի կարդամ։ Տերը այս 6 բաներից զզվում է, ու նրա հոգում առջև 7 բան պիղծ է։ Ամբարտավան աչքեր, ստախոս լեզու, անմեղ արյուն թափող ձեռքեր, չար խորհուրդներ հնարող սիրտ, չարություն անելու համար շուտ վազող ոտքեր, սուտություն խոսող անիրավ վկա, եղբայրների մեջ կռիվներ ցանող մարդ։ Ասում է 7 բան պիղծ է Աստծո հոգու առջև։ Ու այդ 7 բաները թվարկված են այստեղ։ Սա չի նշանակում, որ այս 7-ից դուրս մնացած մեղքերը հաճելի են Աստծուն։ Սա գեղարվեստական գիրք է գրված, ինքը գրված է չափածո,
Ավելի շատ գրողը գիտեք Սողոմոնի իմաստունն ա եղել ինքը գրել է բանաստեղծորեն։ Մի ուրիշ տեղերում էլ կկարդաք ուրիշ 4 բաների մասին, ուրիշ 2 բաների մասին եւ այսպես շարունակ։ Բայց կոնկրետ այստեղում գրված է 7 բաների մասին, որոնք Աստծո հոգու առջև իսկապես պիղծ են։ Ես ուզում եմ որ ուշադրություն դարձրեք վերջի արտահայտությանը։ Եղբայրների մեջ կռիվներ ցանող մարդ։ Այսրանից զգուշացեք, որովհետև քո ցանկացած խոսքը կարա մեկի սրտում սպանի մի ուրիշին։ Երբ որ դու խոսում ես, մարդը լսում, կարծես թե իր սրտում այդ մարդուն ջնջում ա ում մասին որ դու վատ բաներ ես խոսում։ Ու որոշում ա որ այդ մարդու հետ չի հաղորդակցվել, այդ մարդու հետ գործ չի անի, դու որոշել ես քո սրտում ես սպանել։ Մի ուրիշին էլ խոսում ես, նրա սրտում էլ ես սպանում։ Դու սպանություն ես գործում։ Նույնիսկ վերադառնանք Մատթեոս 5-րդ գլուխը։ Ես պիտի շարունակեմ կարդալ 22-րդ խոսքից։ Ուրեմն եթե քո ունծած սեղանի վրա բերես, այնտեղ միտքդ գա, թե քո եղբայրդ քո դեմ մի բան ունի, այնտեղ գցիր քո ունծած սեղանին առջև ու գնա քո եղբորդ հետ հաշտվիր, ու հետո արի, որ քո ունծած մատուցես։ Ոսոխի հետ շուտով միաբանվիր, քանի որ նրա հետ ճանապարհի մեջ ես։ Չլինի որ քո ոսոխդ քեզ դատավորին մատնի, եւ դատավորը դահիճին եւ բանտը գցվես։ Ճշմարիտ ասում եմ քեզ այնտեղից պիտի դուրս չգաս, մինչեւ որ վերջին նակարակիտը չվճարես, վերջի գրոշները չվճարես։ Ուրեմն մի քիչ ավելի մանրամասն բացատրեմ ինչ ասվում։ Ասում եմ, եթե քո ունծած սեղանի վրա կբերես, խոսքը 5 տակարանային զոհի մասին էր, որը կբերես զոհասեղանի վրա։ Ասում եմ, հանկարծ կհիշես, որ մեկի նկատմամբ մի աչարություն ես գործել ու ինքը քո նկատմամբ տրամադրված, ասում եմ, գցիր ընծած սեղանի մոտ, գնա իր հետ հաշտվիր, մի հատ քո ներողությունը խնդրիր, մի հատ սիրտը շահիր, սպանել ես սրտումդ կամ իր սրտում սպանել ես, մի հատ վերականգնիր, հետո նոր արի քո ընծած դուր։ Մարդիկ, ովքեր որոշում են կայացնում ինչ-որ մարդկանցից հեռու մնալ, ու հետո իրանք աղոթքի մեջ են լինում։ Գիտեք, այդպիսի մարդկանց աղոթքներին ես չեմ կարող հավատալ։ Ու մեկ-մեկ այս մարդիկ հանկարծ հայտնություններ են ունենում։ Ասում եմ, գիտեք, այդ մարդկանց հայտնությունները մի լսեք ուղակի։ Եթե Աստված այդ մարդու հետ խոսի, առաջինը պիտի ասի գնա հաշտվի։ Աստծո համար ավելի թանկ ինչ կա։ Առաջին ամենաթանկ բանը քո եւ Աստծո հաղորդակցությունն է։ Երկրորդ ամենաթանկ բանը քո եւ մնացած մարդկանց հաղորդակցությունն է։ Ու հնարավոր չի, որ քո հաղորդակցությունը մարդկանց հետ լավ լինի։ Դու մաքուր հաղորդակցություն ունենաս, ոչ մեկին սրտումդ սպանած չլինես, ու հետո մեկ էլ գաս աղոթքի մեջ, ու հանկարծ չապրես Աստծո ներկայությունը։ Եթե դու իսկապես քո սրտում ջնջած ես ու չունես ոչ մի բան, ոչ մի դժվարություն, ու իսկապես պատրաստ ես հաղորդակցվելու, որոշումը ունես հաղորդակցության, ուրեմն դու կարող ես ազատ գալ Աստծո առջև։ Բայց երբ որ դու դժվարություն ունես, ինչ որ մեկին քո սրտում սպանել ես, ինչ որ մեկին ուրիշի սրտում ես սպանել, ու դու կանգնում ես Աստծո առջև, Աստված ես քեզ վստահեցնում եմ ոչինչ չի ընդունելու քեզանից, մինչև քո հարցերը չլուծի, մինչև քո սրտումդ այդ կատարված սպանության մեղքը չլուծի ու չների։ Ինչքան մարդիկ ունես քո սրտում սպանած, ուրիշների սրտում քո խոսքերով, քո գործերով սպանած։ Ինչքան մարդկանց մոտ քո դրսևորումները, քո խոսքերի, քո գործողությունների վել են նրան, որ մարդիկ ուղակի չեն ուզում հավատալ Աստծուն։ Մի հատ այս հարցերը լուծիր քո մեջ Աստծո առջև, երբ որ կանգնես աղոթքի առաջին հերթին այս հարցերը լուծիր, հետո նոր մնացած հարցերը կլուծես։ Երբ որ ես առաջին անգամ մտա հավատքի մեջ, մտա եկեղեցի, Աստված խոսեց ինձ հետ, իմ առջև մի մեծ պարտք կանգնեց Աստծո առաջ։ Ես 10 տարի մեկի հետ թշնամություն ունեի։ Կարծես թե մեծ թիվ է, չէ՞։ Տղերք էինք, կռվել էինք, լավ էլ իրար ծեծել էինք, ու հետո կանգնել եմ Աստծո առջև ու չեմ կարողանում կանգնել։ Դրա համար այն մարդիկ, որ իրենց սրտում գոնե մի փոքր բան ունեն ինչ-որ մեկի նկատմամբ, ու իրենք մտնում են Աստծո ներկայության մեջ, նույնիսկ ասում են, որ լսում են Աստծուն, ես չեմ հավատում այս մարդկանց։ Ոչ աղոթքներին, ոչ նրանց լսածածին, ասում եմ զգուշացեք այդ մարդկանց աղոթքներից։ Մանավանդ երբ որ մարդիկ եկեղեցին են թողնում, այսօր այնքան շատ կան, որ իրենք որոշում են, որ ոչ մի եկեղեցու մեջ չեն լինելու ես ու իմ Աստվածը։ Աստված քեզ հետ իսկապես քո որոշումով է, ինչպես կուզես վարվիր։ Դու այն երեխան չես, որ քեզ կարելի է գավազանով ծեծելով բերել եկեղեցի, կապել ու ասել չգնաս։ Ազատ ես ամեն ինչի մեջ, քո բոլոր որոշումների մեջ։ Նույնիսկ Աստված քո կամքի վրա չի բռնանում։ Բայց ինչպես ես դու աղոթում։ Այլ որ մնաց քո եւ Աստծո հարաբերությունը, ինչպես։ Դու կարող ես նման որոշում կայացնել, որ դու մարմնի հետ գործ չունես, բայց գլխի հետ գործ ունենաս։ Ոտքը ասի ես մարմնի հետ գործ չունեմ, բայց գլխի հետ գործ ունեմ։ Չէ՞ որ Հիսուսն է եկեղեցու գլուխը ու դու մարմինը մերժել ես։ Դու գլխի հետ պիտի գործ ունենաս։ Նա քեզ հետ պիտի հարաբերվի, առաջին հերթին պիտի լուծի քո եւ մարմնի հարաբերության հարցերը։ Եթե սա չլուծվեց, ուրիշ ոչ մի հարց չի լուծվելու։ Այն աստիճանի խստությամբ դրված է հարցը, որ Հիսուսը ասաց, եթե չներեք, ձեզ չի ներվելու։ Եկեք շարունակենք։ Մի վկայություն պատմեմ։ Հիշում եմ, որ մի քույր էր պատմում այդ վկայությունը, իր կյանքում էր տեղի ունեցել։ Ասում էր, որ աղոթքի ժամանակ ինքը ուզում էր նվիրում ապրել Հիսուսին։ Աղոթում էր, ասում էր, Տեր, ամեն ինչ քեզ եմ տալիս, կյանքս քեզ եմ տալիս, ունեցվածքս քեզ եմ տալիս, այս տունը քեզ եմ տալիս, այս ամեն ինչը քեզ եմ տալի։
Աստված ասում է բացահայտ խոսեց իր հետ, ասաց այդ բոլորը ինչ եմ անելու, գնա քրոջդ հետ աշտվիր։ Աստծո համար ավելի թանկ ինչ կա։ Ես վերջերս կարդում էի նոր կտակարանի թղթերից մեկը, գիտեք ինչն է այդ աչքիր, Պողոս առաքյալը նամակ է գրում եկեղեցուն, աղոթում է իրենց համար, ասում է ձեր հավատքը շատ աճելու վրա է, ու ձեր սերը իր վրա գնալով ավելանում է։ Եթե իսկապես ձեր հավատքը աճող է, ձեր սերն էլ իրար նկատմամբ պիտի ավելանա։ Դուք հավատում եք դրան։ Այսինքն եթե ինչ-որ տեղ կա հաղորդակցության կտրվել մարդկանց միջև, այսինքն սերը չի կապում մարդկանց իրար հետ, հետեւաբար հավատքը Աստծո վրա շատ թույլ է, ու հավատքը չի աճում։ Քրիստոնյան կարող է տարիներ լինի հավատքի մեջ ու ինքը իրեն խաբած լինի, թե ինքը հավատքի մեջ է, գիտեք ինչու։ Որովհետև ինքը իրականում կտրված լինի շատ անդամներից, շատ քրիստոնյաներից, մարմնից։ Հանկարծ իր մեջ որոշում ունենա, որ այս մարդկանց հետ չեմ հաղորդակցվելու։ Որովհետև մեկը բարձր է խոսում, մեկը ուրիշ ձև է խոսում, մեկը շատ ցածր է խոսում, մեկը արագ է խոսում, մեկը շատ է խոսում, մեկը քիչ է խոսում։ Վերջը ինչի համար։ Չէ՞ որ Աստված այդ բոլորին ընդունել է արդեն։ Դու Աստծուց առավել ես, որ պիտի որոշում կայացնես այդ մարդկանցից հեռու մնալ։ Այսինքն քո մեջ սպանել մարդկանց։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Տերը օրհնի ձեզ։ Բայց այսքանով չի վերջանում այս թեման, որովհետև իսկապես շատ խորն ու շատ լուրջ մեր կյանքի համար։ Մի ուրիշ բան ասեմ։ Գիտեք, որ մենք կանչված ենք կյանք փոխանցելու։ Ոչ միայն մի սպանիր, քրիստոնյայի համար մի սպանիրը նա է, երբ որ քրիստոնյան կյանքը չի փոխանցում, սա արդեն ինքը սպանություն է գործում։ Դու որ մոտեցար Հիսուսին, դու կյանքին մոտեցար։ Հիսուսը եկավ քո սրտի մեջ, կյանքը եկավ քո սրտի մեջ։ Դու հավատում ես սրան։ Հիսուսը եկավ քո սրտի մեջ, կյանքը եկավ քո սրտի մեջ։ Դու իրավունք չունես այդ կյանքը թաքցնելու ու ասելու ես չեմ տալիս այս մարդուն։ Ես քեզ չեմ տա, ուզում ա քո քույր լինի, ուզում ա անհավատ լինի։ Դու որտեղ որ նստես, դու պարտավոր ես կյանքը փոխանցել մարդկանց։ Գիտեք ինչն է կյանքը։ Եթե փորձենք մի բանաձև դնել, թե ինչ բան է կյանքը, դա Աստծո հետ ներդաշնակ ապրելն է ուղղակի։ Լսել Աստծո կամքը, կատարել Աստծո կամքը, լսել Աստծո կամքը ու կատարել Աստծո կամքը։ Եվ այսպես մինչև կյանքի վերջը ինչքան որ ժամանակ է տրված ապրելու։ Երբ որ դու այսպես Աստծո հետ ներդաշնակ ես ապրում, դու իսկապես կյանքի մեջ ես մտնում։ Կյանքը գիտեք որն է։ Այ փորձեք համեմատեք ընդհանրապես մեռած մարդուն ու կենդանի մարդուն իրար հետ։ Կենդանի մարդու ականջի տակ գոռում ես, ինքը անմիջապես վերականգնում ասում է ինչ ես ականջի տակ գոռում։ Իսկ մեռածի ականջի տակ գոռաս էլ ինքը չի ասի ինչի ես գոռում։ Երբ որ Աստված խոսում է քեզ, դու պատրաստ ես ռեակցիա տալու իր խոսածածին։ Իր աստվածաշնչյան խոսքին դու պատասխան տալիս ես։ Հեչ եղել է որ դու լսես Աստծո ձայնը, որ քո անունը տա։ Այսա է տաշկիր, որ Աստված ամեն մեկին իր անունով է կանչում։ Լսել ես հեչ։ Ինչպիսին է քո հաղորդակցությունը Աստծո հետ, այսա եմ ուզում հայտնաբերես դու։ Իսկապես կարողանում ես տեսնել։ Երբ որ դու ռեակցիա ես տալիս, կարծես թե պատասխանում ես Աստծո ցանկացած կանչին, դու գտնվում ես կյանքի մեջ, ու դու կփափագես, որ ուրիշներին մցնես այդ կյանքի մեջ։ Գիտես ինչու։ Դու չես կարող գաս Աստծո առջև աղոթես, ասես Տեր, ինչ լավ է, որ ես քեզ ունեմ, ու Աստված քեզ չասի, բան կողքինիդ էլ ասա, որ ինձ ունենա։ Բա ինչի ինձ չես փոխանցում են կողքինիդ։ Դրա համար մարդիկ, ովքեր թույլ են ավետարանչության մեջ, ովքեր թույլ են հաղորդակցության մեջ, մի հատ քննեք ձեր հարաբերությունը Աստծո հետ։ Գուցե արդեն վաղուց բաց եք թողել այդ հարաբերությունը։ Գուցե շատ թուլացել է այդ հարաբերությունը։ Իսկ եթե դեռ չես գտել, դեռ քո հավատքի կյանքում դա տեղի չի ունեցել, ուրեմն փնտրիր այդ հաղորդակցությունը։ Մենակ մնա Աստծո հետ, փակվիր մի սենյակում, ասա Տեր, քեզ եմ ուզում ու վերջ։ Քեզանից են կողմ ուրիշ ոչ մեկի չեմ ուզում։ Անձամբ ինքը քեզ քո անունով կկանչի ու կգա քո մեջ։ Հետո էլ կասի դե գնա, ուրիշներին ասա, որ ես կամ քո կյանքում։ Հիշում եք մի ահավոր դիվահար կար նոր կտականում գրված է իր մասին, որ երբ որ Հիսուսը իր աշակերտների հետ գնում էր, գրված է գերեզմաններից դուրս եկավ։ Մարդիկ վախենում էին այդ տեղով անցնել, որովհետև մի ահավոր դիվահար էր, գրված է նույնիսկ շղթաներով կապում էին, ինքը շղթաները պոկում էր։ Բայց երբ որ տեսավ Հիսուսին, դևերը խոնարհվեցին, զգացին, որ իրենց վերջը եկել է արդեն, հասկացան լավ։ Եկան գրված է երկրպագություն արեց դիվահարը Հիսուսին, ասաց ինչի է ժամանակից շուտ մեզ տանջում, ինչ է հրամայում որ դուրս գանք։ Ասաց գոնե ասա խոզերի մեջ մտնենք, անդունդը չգնանք, դժոխք չգնանք։ Հիսուսը ասաց լավ, գնացեք խոզերի մեջ։ Ոչ թե խղճաց նրանց, այլ դեռ ժամանակը չէր անդունդում փակելու։ Ու գնացին խոզերի մեջ, գրված է 2000-ից ավելի խոզեր գնացին ու գցվեցին ջուրը, դա էլ վկայության համար արվեց, որ այդքան շատ դևեր կային այդ մարդու մեջ։ Հետո տեսնողները վախեցան, սարսափեցին, ասացին Հիսուսին հեռացի մեր մոտից։ Հիսուսն շրջվեց ու գնաց։ Ոչ մեկի վրա չէր բռնանում, ասում էին հեռացի հեռանում էր։ Շրջվեց ու գնաց։ Այս մարդը գնաց աղաչեց, ասաց ինչ կլինի, քո հետևից գամ։ Ասաց չէ, գնա քո տունը։ Ու պատմի, թե Հիսուսը ոնց ողորմեց քեզ։ Տերը ինչ ողորմություն արեց քեզ։ Առաջին հարաբերությունը այս մարդու Հիսուսի հետ նա էր, որ ինքը հարաբերություն ունեցավ Հիսուսի հետ։ Երկրորդը նա էր, որ Հիսուսը ասաց գնա պատմի, որ դու ինձ հետ ունես այդ հարաբերությունը։
Չէ՞ որ անձամբ Հիսուսը չէր կարող մոտենալ այդ մարդկանց, նրանց կողմից մերժված էր, բայց այս մարդը իրենց մեջից էր կարար գնար ասեր. «Տեսեք, ես այն եմ, որ գերեզմաններում էի ապրում, որ իմ մարմինս էի սպանում, Հիսուսը ինձ բուժեց, Աստված ինձ ողորմություն արեց»։ Պատկերացնեք ինչքան կարևոր է այսպիսի վկայությունը։ Իրականում մենք կանչված ենք կյանքը փոխանցելու համար մեր խոսքերով ու մեր գործողությունների միջոցով։ Հովանու 6:64 համարում Հիսուսը խոսում է իր աշակերտներին, ասում է. «Իմ խոսքերը հոգի ու կյանք են»։ Որտեղ որ դուք խոսեք Հիսուսի խոսքերը, դուք այնտեղ կյանք փոխանցեք։ Այնտեղից մահը կփախնի ուղակի։ Երբ որ Պողոս առաքյալը Կողոսացիների նամակ էր գրում 4:6 խոսքում, ասում է. «Ձեր խոսքը ամեն ժամանակ շնորհքով համովացրած լինի, ոնց որ աղով, որ միշտ իմանաք մարդկանց ինչպես պատասխան տաք, որ երբ որ դու նստած ես մարդկանց մեջ, դու մտածես, որ այդ մարդիկ մահվան մեջ են ու դու իրենց կյանք պիտի փոխանցես։ Ոչ թե դու նստես ասես այ տենց ես կյանքը ունեմ, դուք էլ մահվան մեջ եք։ Սա հպարտությունն է, որը մեղք է Աստծո առջև, սա սխալ դիրք է Աստծո առջև։ Բայց դու հակառակը նստես մարդկանց մեջ ու մտածես. ինչեր խոսեմ, այդ շնորհքը ոնց փոխանցեմ այս մարդկանց, որ իրենք էլ ունենան կյանքը։ Ոնց կարողանաս ցույց տաս այն կյանքը, որ կա քո մեջ ու կարիք կա դա փոխանցելու մարդկանց մեջ։ Դու չես ասի այդ մարդկանց ես երջանիկ եմ, որովհետև ես ունեմ մեկին իմ կյանքում, որին դուք չեք տեսնում։ Ես իմ հետ ունեմ մեկին, որը ինձ պաշտպանում է, ինձ կանգնեցնում եւ այլն։ Երբ որ դու չես փոխանցում կյանքը սա հավասար է սպանության, մտածիր սրա մասին, երբ որ դու կյանքը չես փոխանցում, որոշում ես կայացնում կյանքը չփոխանցել, սա սպանության է հավասար է, որովհետև ժամանակին այս մարդիկ հավիտենական մահվան մեջ կգնան։ Գիտեք, Հայտնության 27-րդ գլխում գրված է, որ դատաստանի ժամանակ գրքերը բացվեցին ու նրանց անունը, որ չկար կյանքի գրքում, գցվեցին կրակի լճի մեջ։ Ու գրված է, որ հենց սա էր երկրորդ մահը։ Այն ժամանակ, երբ որ մարդիկ գնան երկրորդ մահվան մեջ, ինչքան բաժին մենք կունենանք այդ մարդկանց երկրորդ մահվան մեջ գնալու։ Ինչքան ահավոր ու սարսափելի կլինի մեր պահ, երբ որ Աստված ցույց տա, թե ինչքան մենք առիթներ ենք ունեցել խոսելու այդ մարդկանց հետ ու իրենց կյանք փոխանցելու, բայց չեն կարելու այդ մարդիկ գնացել են դժոխք։ Ինչն է այսօր քեզ խանգարում, որ դու կյանք փոխանցես մարդկանց, թե հավատացյալներին, թե անհավատներին։ Ինչն է խանգարում, որ դու հաղորդակցվես բոլորի հետ։ Միթե հավատքը չի երիքում։ Ինչքան բան տեսար քո կյանքում։ Մի սպանիր պատվիրանի մեջ։ Հասկացար, որ դա միայն ֆիզիկական սպանության մասին չի խոսքը, որ ինչքան հոգևոր սպանության ձևեր կան, որ մարդիկ կիրառում են իրենց կյանքում։ Հիմա ով կարող ասի, որ ինքը մարդ չի սպանել։ Երբ որ ինձ ասում են 10 պատվիրաններից ոչ մեկը չեմ խախտել, ասում եմ զարմանալի մարդ ես, ես բոլորը խախտել եմ։ Ես հավատացյալ եմ, ճանաչում եմ 10 պատվիրանները ու ձեզ ասում եմ, որ բոլորն էլ խախտել եմ։ Ես իմ կյանքում այնքան մարդ եմ սպանել։ Այնքան մարդկանցից որոշում եմ կայացրել չհաղորդակցվել։ Այդքան մարդկանց սրտերում ուրիշների եմ սպանել իմ խոսքերով։ Այնքան մարդկանց այդ հաղորդակցության մերժումը հենց սպանության հավասար է եղել։ Այնքան մարդկանց կողքին եղել եմ, խոսք չեմ խոսել, կյանք չեմ փոխանցել, ինչքան մարդ եմ սպանել։ Իսկ դուք ինչքան մարդ եք սպանել։ Եկեք այսօր կանգնենք Աստծո առջև զղջումով, ապաշխարությունով, որոշումով, որ սրանից հետո մարդ չենք սպանելու։ Եթե դու կարող ես աղոթքով մարդկանց կյանք տալ, որքան աղոթքների պակասը սպանություն է համարվում այսօր, որովհետև դու աղոթքով մարդկանց կյանք չես փոխանցել։ Բարեխոսական աղոթքը կյանք փոխանցելու զորություն ունի։ Խստովանվեք, պարզ, ձեր շուրթերով խոսեք, ասեք Տեր, պես այս բաները տեսա, որ իմ կյանքում սպանություն եմ գործել։ Տեսա, որ իմ կյանքում այսօր այսպիսի մի որոշումով սպանություն եմ գործում։ Տեսա, որ իմ մեծ մարդու կողքին նստելով նրա սրտում մարդ եմ սպանում։ Խոստովանվիր Հիսուսի առջև ներումը խնդրիր, ու դու կարող ես լիարժեք հարաբերություն ունենալ Հիսուսի հետ։ Եվ նաև որոշում կայացրու, որ սրանից հետո ոչ մեկին չես սպանելու։ Ու այն մարդիկ, ում հետ որ որոշում ունեիր չհաղորդակցվելու, պիտի գնաս ու հաղորդակցվես։ Պիտի գնաս ու վերականգնես քո հարաբերությունները։